Փարած հայր, օրհնյալ Տեր, որդվի Տեր Հիսուս Քրիստոսի աննման եւ պատվական անունով է, որ քո եկեղեցին գխոնարի քո առջև, քեզ բաշտելու, քեզ երկրբակելու, քո թեմքդ փնտրելու։ Ով Աստված երանի երկինքը բադվանտանիտ ներքո ջեղկվեր եւ քու փառքդ այստեղ իջներ այս սարավոտ։ Քու փառքդ լցներ այս սրահը եւ մեր կյանքերը։ Հայր արդասովոր անփնական եւ քերպնական կորց կատարես մեր կյանքերում։ Հայր հոգնել ենք այն սովորություններից, որոնց մեջ կյանք չկա։ Հայր հոգնել ենք այն վիճակներից, որոնք մեզ դանում են միաբաղության։ Դեր գենթանացրու, դեր իջիր մեզ մոտ այսօր, հպվիր, փոխիր, փրկիր, փառավորվիր հայր մեր միջև։ Դեր աղոթքս է նաև որ շնորհես մեզ ես քո աստվածային կամքի համապատասխան բոլոր այն անհրաժեշտ պետքերն ու գարիքները, որոնց խիստ այժմիական պետքն ունենք, անհրաժեշտությունն ունենք։ Սքավորներ կան Դեր այս սարավոտ այստեղ, տուն մխիթարես նամանավանդ մեզի սիրելի Մաթեոսյան ընտանիքը։ Ընկածներ կան Դեր, վերականգնեցրու, միայնակներ, անոնց կողքին ես Դեր։ Դեր Հիսուս, ամեն մեկս պետքով մի եկած ենք, խնդիրով մը, և այդ բոլորը շնորհած կայդ առջև կբերենք։ Այո Դեր, բավարարված ենք այն առումով, որ մեզ փրկել ես, մեզ կանչել ես եւ ուղարկել։ Բայց մինչ այս ժամանակավոր մենք բանտախտությունը կապրինք, հայր ամեն մեկս ունենք մեր մարդահրավերները, մեր խնդիրները, ֆիզիկական, հոգևոր, հոգեգան, նյութական, տնտեսական, ազգային, եկեղեցական, գրոնական Դեր, այդ բոլորը մաղից տանցկացնես։ Հայր քո դեմքիդ գնայինք, օրհնությունդ սփրես այսօր մեզ մոտ, եւ փառավորվի անունդ, որուն արժանի ես անցյալ, ներկա եւ ողջ հավիտենական ցարերում, ամեն։ Ելից 6-7, այսինքն 6-րդ գլխի 7-րդ համար։ Եվ ցեզ ինձի ժողովուրդ պիտի անեմ, ցեզի Աստված պիտի լամ, եւ պիտի գիտնաք, թե ցեզ Եգիպտացիներու ծանր գործերուն դագեն հանող Դերը, ցեր Աստվածը ես եմ։ Եսայա 43 մեկի մեջ շատ նշանավոր համարներից մեկը գսե մի վախնար, որովհետև քեզ փրկակնեցի, քեզ քու անունովդ կանչեցի, թուն իմն ես։ Հովիվը եկեղեցվո սրահը կմտնե եւ ժողովրդին հարց կուտա ասելով. Ինչ է մարդ արարածը։ Եվ ամենայն համարձակությամբ եւ վստահությամբ մեկը ցերկը կբարձրացնե եւ կփորձե պատասխանել ասելով.
մարդ արարածը անպիտան, անարժեք, իր արժեքը ամբողջությամբ գործընծուցած մեղավոր մնե։ Եվ ժողովուրդի մեծամասնությունը իրենց համացայնության նշանը գուտան իրենց գլուխը շարժելով եւ ասեն այո շատ ճիշտ է մարդը անպիտան անարժեք մեղավոր գործված թադաբարդված թժողքի ապրանք է հովիվը գգանքնիս կսե որ այո համացայն եմ ցես հետ որ առանց աստուծո շնորհքի մարդու վիճակը այդպիսին է փայծ եւ այնպես քանզի ու վասնզի արդյոք այսպիսին է աստուծո մոդեցումն ու գարձիկը մարդկության հանդեպ արդյոք մեր դիրքորոշումը մարդ արարածների հանդեպ այսպիսին պետք է լինի որ շատ աջախ Երբ որ մեղավոր մարդկանց հետ կամ մարդկության հետ կշփվենք, մեր առաջին արձագանքը մարդ դեսագի հանդեպ արհամարհանքի եւ մերժողության եւ այս նվաստացման դիրքորոշումն ենք որտեղ կրում։ Մանավանդ իրոք լուրջ մեղավորների հանդեպ։ Անոնք, որոնք բացահայտ մեղքերի մեջ են, այս արհամարհանքի նվաստացուցիչ արդահայտություն կատարում դիրքորոշում որդեգրելու այդ հագումն ունենք մենք, որովհետև մարդուն տեսնում ենք հենց այդ անհադին դված պատասխանի համապատասխան։ Բայց երբ Աստվածաշունչը սերդում ենք, Աստուծո դիրքորոշումն մոդեցումը մարդու հանդեպ, մարդկայնության հանդեպ դարբեր էր։ Երբ որ Աստված մարդ արարածը ստեղծեց, նա չասաց, եկեք մարդ ստեղծենք, ով անպիտան եւ մեղավոր պիտի լինի։ Անպիտան անարժեք մեղավոր մարդ ստեղծենք։ Այդպիսի մարդ ստեղծենք, որ անպիտան պիտի լինի, էլ մեր ցերկերում մեջ ոչ մի արժեք չի ունեն, այդպես չասեց, բայց ինչ ասեց Աստված, ասեց եկեք մարդ ստեղծենք, որը պետք է գրի մեր պատկերը եւ նմանությունը։ Ծննդոց 21-ի մեջ կտեսնենք, 26-ի մեջ կտեսնենք։ Եվ որ Աստվածաշունչը գսերդենք եւ միջև նոր գդագարանը գուքանք դեր Հիսուսի խոսքերը կտեսնենք եւ որ գսե մանավանդ մեծակույն ոսկե կանոնի մասին որ գսե բադվիրանի մասին որ գսե քու դեր Աստվածը սիրես քու բոլոր սրտովդ քու բոլոր անձովդ քու բոլոր մտքովդ քու բոլոր էությունովդ Եվ գսե քո ընկերը քո անձիդ պես Այստեղ Աստված Հիսուս Քրիստոս բատկամ մգաղորդ է գսե սիրեք քո Աստվածը եւ քո ընկերը այսինքն սիրեք քո Աստվածը եւ անոր բատկերը որովհետեւ քո ընկերը Աստուծո բատկերը գրող Անձնավորությունն է մարդ արարած մնե։ Ամենից որ երբ որ Հիսուս Քրիստոս կսե Աստծուն սիրե եւ մարդուն նա նկատի ունի Աստուծո եւ Աստուծո բատկերը գրող մարդուն սիրե, որը մարդ ամեն մեկ մարդ արարած Աստծո բատկերն են գրում։ Հակոբոս Արաքյալ երբ որ լեզուի մասին խոսի թե մեր լեզուները ինչպես պետք է օգտագործենք, կսե շատ աջախ կսե նույն լեզվով Աստված գործնենք Եվ գանիձենք մարդուն, այն մարդուն, ով Աստուծո բատկերն է գրում, ով Աստուծո նմանությունն է գրում իր վրա, ասի կտեսնենք մենք Հակոբոս 3:9-ի մեջ,
Նայեցեք ուր ենք գնում սիրելիներ, սա շատ կարևոր ճշմարտություն մենք ուզում հիմքը դնենք։ Հակոբոս 3:9-ի մեջ Աստծո խոսքը գսե անով գործնենք Աստված լեզյով ու հայրը եւ անով գանիձենք մարդիկ, որոնք Աստուծո պատկերով ստեղծված են, կամ նմանությունով որոշ թարգմանությունների մեջ։ Այսինքն չես կարա, այսինքն սա ցույց կտա, որ ամեն անգամ որ մեր փերնեն, մեր լեզուն հայհոյան կամ անբադվության խոսքը գելլե, անարքանքի խոսքը գելլե, մարդ արարածի հանդեպ կապ չունի ով է, մենք հայհոյած ենք լինում, անիծած ենք լինում Աստուծո պատկերը։ Վաու։ Հովիգ զգուշ եղիր լեզվիդ։ Շատ զգուշ եղիր լեզվիդ։ Լեզվիդ չդաս։ Աստուծո պատկերն ենք անբադվում։ Եվ նոր գդագարանը ամփոփում է քրիստոնեական կյանքի վեհակույն գոչումը հետևյալ արդայդությունով ասելով, որ ծեր վրա հագեք նոր մարդը, որը ստեղծված է Աստուծո նմանությամբ, Աստուծո պատկերով։ Իրականությունում ամբողջ փրկապանության, քավության, փրկակնման, Աստծո փրկակորձության ծրագիրը եւ հին գդագարանում եւ նոր գդագարանում ոչ միայն մարդ արարածը, մեղավոր մարդը փրկելն է, այլ փրկել ամեն ինչ որ գործված էր մեղքի պատճառով։ Գիտեք, մեղքի պատճառով միայն մարդը չգործանվեց, միայն մարդը մեղքի մեջ չընկավ։ Մեղքի պատճառով շատ բաներ գործրեցինք մենք։ Ուրեմն փրկակորձության ծրագրում Աստուծո նպատակը ոչ միայն մեղավոր մարդը փրկելն էր, այլ նաև փրկել ամեն ինչ որ գործված է, որը ըստ Ղուկաս 19:10-ի Աստծո խոսքը գսե, վասնզի որդի մարդու եկավ գործվածը փնտրելու եւ փրկելու, թեև հոն Զաքիոսի մասին գնարգե, բայց ոչ միայն Զաքիոսի փրկությամբ չի ամփոփվիր, չի սահմանափակվիր։ Որը որ հայտնության գիրքը գսերենք, հոնգրեսնենք առաջին 7 գնիկները, բարձ օրինակը, 7 գնիկները նրա համար որ երգիր մոլորակը փրկեր։ 7 գնիկները երգիր մոլորակը փրկելու սեփականության վկայականն է, հոնգրեսնենք, դա ուրիշ նյութ է, օրը գսերենք սիրել։ Բայց այս բոլորի մեջ նաև Աստված իր պատկերը եւ փառքն էլ փրկակնեց, որը եթե մի բարդեզում մեղքի պատճառով աղաղվեց։ Սա շատ կարևոր է սիրելիներ, որ մենք հասկանանք որպես քրիստոնյաներ, որպես հավատացյալներ, որ Աստծո փրկակորձության ծրագիրը ոչ միայն մեղավոր մարդը փրկելն էր, այլ նաև ամեն ինչ որ գործված էր ներառյալ Աստուծո պատկերը ու փառքը, որը եթե մի բարդեզում աղաղվեց, Աստված դա էլ փրկակնեց։ Եվ ինչպես պիտի լինի, հիմա մենք կտեսնենք այդ, որովհետև օր պիտի կա Եվ գավադանք, որ շնով պիտի կա այն օրը, երբ ըստ ամփագումը 2:14-ի գսե, ողջ երկիրը գսե, Աստուծո փառքի գիտությունով պիտի լեցվի, ինչպես ջրերը ձովը գլեցնեն։ Լավ, ինչպես Աստուծո փառքը ոչ երկրի երեսում պիտի լեցվի, ողողվի, ինչպես մեկ ձև գա, այն մարդկանց միջոցով, որոնք Աստուծո պատկերը պիտի արդացոլեն, անշուշտ փրկակորձության որպես արդյունք։ Որով ամեն անգամ
Կամ երբ Աստուծո պատկերը վերաթրոշմվում է մեր վրա, վերագանքնվում է մեր վրա, Աստուծո փառքն է սկսում փայլադագել, արդացոլել երկրի վրա։ Ամեն անգամ, երբ մեղավորը Քրիստոսին գթարնա, ամեն անգամ, երբ մեղավորը գաբաշխարե, ամեն անգամ, երբ Սուրբ Հոգվույն լեցունության փորձառությունը ունենա սիրտը, հոգիմը, ուրիշ լույսը գծակի, Աստուծո փարած պատկերից կամ Աստծո փառքից մի բադար ևս սկսում է դարածվել աշխարհ մոլորակում։ Այս է յուրաքանչյուրիս գոչումը փրկագործության նպատակը եւ արժեքը։ Նայեցեք, այս բոլորի վրա գավելացվի Աստծո խոսքը մեզ գսորվեցնե, թե երբ Աստված ըստ այս հատվածի ելից 6-ի, երբ Աստված իր ժողովուրդը Եգիպտոսեն դուրս բերեց, քեզ եւ ինձ մեր մեղքից դուրս բերեց, Աստված մարդ Արարածի նախ իր ժողովուրդի, Իսրայել ժողովուրդի, երբ որ մեզ փրկեց, մարդ Արարածի արժեքը բացահայտեց եւ հայտարարեց մարդկությանը։ Հիմա, երբ Աստված Իսրայել ժողովուրդը դուրս բերեց Եգիպտոսից, նրանց արժեքը վեհացնելով, նրանց արժեքը ոչ թե նրանց արժանիքի մեջ էր գայանում, այլ աստվածային նպատակի մեջ էր գայանում։ Քո արժեքը եւ իմ արժեքը Աստուծո առաջ գայանում է երկու գլխավոր դարերի մեջ։ Առաջինը, որ մենք գրում ենք Աստուծո պատկերը, հոգ չէ, ինչքան էլ որ այն աղաղաղված է։ Գապ չունի, որև Աստված այդ աղաղաղված պատկերը փրկակնեց, երբ պիտի վերագանքնի։ Եվ երկրորդ, աստվածային նպատակը, որով մեր մեջ դրած է, ամեն մեկս նպատակի համար ստեղծված ենք, ամեն մեկս նպատակի համար ենք փրկակնված։ Ամեսօր շատ թանկ ենք մենք Աստծո համար, Աստված չեր փրկակնի մի բան, որուն արժեք դված չլիներ։ Նայեցեք, դերս մենք անարժան ենք, այո անարժան ենք, այո մեղավոր ենք, այո ապստամբ ենք, այո անհնազանդ գտնվեցինք, դա մեկ կողմն է պատկերի, բայց Աստված մեզ արժևորեց, ոչ թե որ մենք միգուցե մարդկային մտածելով արժանի ենք, ոչ, այլ իր շնորհքով մեզ արժևորեց, որով Աստված չէր կարող իր ձեռքով ստեղծած մարդուն չարժևորել։ Ամեսօր չափազանց հսկա եւ վեհ է քո արժեքը Աստծո առաջ, մեղավոր ժամանակ եւ մեղքից փրկվելուց հետո։ Գսե Աստված մեզ սիրեց, երբ դեռևս մենք թշնամի էինք անոր հետ։ Աստված մեզ սիրեց, արժևորեց, իր ծրագիրը մեզ համար իրականացնելու, մինչ մենք դեռ թշնամի էինք, հագարակ էինք, մեղավոր էինք, որքան ավելի հիմա, որ իր որդին Հիսուս Քրիստոսի անունով փրկվեցինք, արդարացանք եւ սրբության կյանքի մեջ ենք։ Արժեք ունենք Աստծո առաջ։ Թեև Աստված մեղավորին ամեն օր փրկացած է գսե Աստծո խոսքը, բայց դա չի նշանակում, որ նա չի արժևորում, ինչու փրկացած է, որովհետև մեղավորին մեղքերը կտեսնե, փրկության պատկամ ունի, փրկությունը գայթայթ է, եւ մեղավորը կշարունակի ապստամբ բլալ, բայց Աստված կշարունակի հետապնդել նրան, որ փրկի նրան, նրա արժեքը վեհացնի նորից։
Ուրեմն Աստված Իսրայել ժողովուրդը Եգիպտոսից դուրս բերելով նրանց անբացատրելի արժեքը ցույց տվավ եղավ, նորից շեշտեմ, ոչ թե որովհետև նրանք արժանի էին, այլ որովհետև Աստված ծրագիր ուներ նրանց համար եւ նրանց միջոցով։ Ինչ էր ծրագիրը, նրանց փրկակնելով, ազատագրելով Եգիպտոսի ծանր փերից, նրանց միջոցով ոչ աշխարհը փրկող եւ փրկակնող փրկիչներ գալու Տեր Հիսուս Քրիստոսը, ով պիտի վերականգներ Աստուծո պատկերը մարդկության վրայով։ Այն պատկերը, որ գործվավ, եթե մի բարձում, Քրիստոս պիտի կար, որ վերականգնի։ Այստեղ է գայանում մարդու արժեքը, հետևաբար յուրաքանչյուր մարդ արարած առանց բացառության եւ առանց գրոնական պատկանելիությունը նկատի ունենալու կապ չունի, որ գրոնքից կպատկանիս, քրիստոնյա ես, իսլամ ես, կամ մազլմ, որ իսլամը ուրիշ է, մազլմը ուրիշ է, գիտեիք, իսլամը գրոնական համագարկն է, մուսլիմը ժողովուրդն են, մուսլիմս, որոնք ենթարկվում են այդ համագարկին, ինչպես այսօր ունենք մենք քրիստոնեությունը, չէ՞, բայց քրիստոնեության մեջ կա կաթողիկեն, օրթոդոքս, evangelical, protestant, տարբեր, իսլամի մեջ են այսպես է, իսլամը գրոնական համագարկն է, մուսլիմները ժողովուրդն են, իսկ մուսլիմների մեջ ալ, մահմեդականների մեջ տարբեր տեսակի հարանվանություններ կան, ինչպես քրիստոնեությունում, դա ուրիշ նույթ է, բայց կապ չունի, որ գրոնքի հովանու ներքո ես։ Դու արժեքավոր ես, որովհետև յուրաքանչյուր մարդ արարած Աստուծո պատկերը գրող գործոն է, որքան են որ նվաստացված եւ աղաղաղված լինի այդ պատկերը քո վրա եւ այդ անհատի վրա։ Պատկերացնում եք, եթե մենք այս դիրքորոշմով, այս լենսով, այս դեսահայացքով մոդենանք մարդ արարածներին։ Մենք ուրիշ տեսակ պիտի դիրքորոշվենք, հաղորդակցվենք իրար հետ։ Մեր ամեն մեկ քայլը սիրով, շնորհքով, ողորմությունով պիտի լինի։ Նույնիսկ ամենից մեղավոր մարդուն այլ մոդեցում պիտի ցուցաբերենք։ Լոկ եթե հասկանամ, որ այս մեղավորը, գործվածը, նարքամանը, իսլամը, թերորիստը, ով որ է, նա Աստուծո պատկերը գրող դարմն է, կործոնմն է, թեև աղավաղվեց, բայց Աստուծո փորձն է, որ ետ վերականգնի դրա վրա։ Հետևաբար մեր արժեքը գայանում է այն փաստի մեջ, որ մենք Աստուծո պատկերն ենք կրում։ Հիմա այս բոլորը նկատի ունենալով պատկերի մյուս կողմը հիմա գնայինք, որով ուզենք կամ չուզենք, մենք ապրում ենք աշխարհի մեջ, շրջապատված ենք հասարակությունով, որոնց արժևորման համագարկը, ինչպես պետք է արժևորեն քեզ ինձ, արժևորման համագարկը հիմնված է մարդկային սկզբունքների վրա է, արժևորման համագարկը։ Օրինակ, մարդիկ իրար արժևորում են ըստ քո ձեռք բերած հաջողություններին, եթե դու հաջողակ մարդ ես, լավ բիզնեսմեն ես, լավ ուսում ունիս, այս ինչ ընտանիքին կպատկանիս, այս ինչ ազգանունը կգրես, այս ինչ հարանվանության կպատկանիս, այս ինչ մեքենան ես քշում, այս ինչ դունի մեջ կա, այս ինչ թաղամասի մեջ կա, ուսումը, դիդղոսները, դրա համապատասխան քեզ արժևորում են։ Երևանում
եկեղեցուն որտեղ գծարային, ասել եմ մի անգամ, բայց չեմ գրեթե այստեղ ասել եմ 1992 թվականի Volkswagen Venmo ունեինք։ Հին։ Երբ Հայաստան գնացինք, այդ մեքենան արանք է միջև Միացյալ Նահանգներ դեղափոխվելիս գրեթե այդ մեքենան էի վարում։ Հնցած, ջախջախված, հիմա։ Ուրեմն հիշում եմ մի օր մեքենայով, այդ վենով նստած էինք եւ մեր եկեղեցու առջևից պետք է շրջադարձ կատարեի եւ իջնեի քաղաք Արմենակյան փողոց 24-ի վրա, որքան եմ կարողել։ Ուրեմն եւ սպասեցի ազդանշանը տվեցի, սիգնալը որ պիտի ոչ մի մեքենա չէր կանգնում։ Ուզում էի թեքվեի, իմներ իրավունքը ոչ մի մեքենա չէր զիջում, որ թեքվեի։ Շատ դժվարությամբ մի գեր թեքվեցի։ Բադայից որ որոշ ժամանակ անց քերմանական Mercedes մեքենամը անցավ մոտս։ Mercedes։ Եվ հիմա նույն դեղը կանգնած եմ եւ պիտի թեքվեմ նորից իջնեմ քաղաք։ Ապշած մնացել էի Բողոս եղբայր, Հակոբ եղբայր, Աբոջան։ Հենց մարկատը տվեցի, ամբողջ մեքենաները կանգնեցին։ Ազնիվ խոսք։ Ինչ բադայեց։ Եվ սիրուն թեքվեցի, աղբետ ջան, համեցեք հոպ։ Վիկենասի ինչ ցույց կուտա։ Մարդ ցավոք սրդի, այս է մարդկային արժևորման համագարքը։ Լավ մեքենա ունիս, լավ հագուստ ունիս, լավ։ Բայց Աստվածաշունչը լրիվ ուրիշ բան է ասում։ Աստված մեզ արժևորում է, գիտեք ոնց սիրելներ, ըստ իր վճարած գնով։ Եվ ինչ է մեր գինը, մենք Քրիստոսի արյան քիննենք վասնզի դուք ծախու առնվեցաք ոչ թե ծեր հայրերը մնացած ոսկիով կամ արծաթով, ապա Աստուծո քարնուգի Հիսուս Քրիստոսի բադվական արյունով Աստված այդ քինը վճարեց, իր որդվին արյունը մեր գինը, եւ դրա համար մեզ այդ աստիճանով, այդ վեհությամբ է արժևորում։ Ոչ միայն մեզ արժևորում է, Աստված ոչ միայն մեզ փրկակնելով, այնտեղ չկանգնեց Աստված, որ քեզ կփրկակնեմ Եգիպտոսից, մեղքից վեճ ոչ, այլ քեզ իմ որդիս, իմ աղջիկս, իմ զավակս կդարձնեմ, ես էլ քո Աստվածը կլամ։ Եվ ասոր այդ միասին սիրեներ, Աստված մեզ գանչեց իր Աստվածային փնությանը հաղորդը լալու եւ իր հավիտենական Աստվածային նպատակներում համագործակից դարձնելու։ Փրկության մեջ մենք դերակատարություն չունենք երբեք, բայց առաքելության եւ գոչումի մեջ Աստված մարդկային կորձոններով է իր ծրագիրը առաջ տանում։ Այսպես է Աստված արժևորում։ God did not just save us from something, He saved us for something. Աստված բարձրապես մեզ ինչ որ մեղքեմը վիճակեմը չազատագրեց, այլ նպատակի բանիմը համար ազատագրեց մեզ, փրկակնեց մեզ։ Եվ ինչ էր ադիգա, երկուքան սկիզբը իր պատկերը։ Գիտեք, Աստծո պատկերի մեջ կա իր մտածելակերպը, իր գամքը, իր բարեծագամությունը, իր նպատակները, իր երազանքը մարդկության անտեպ։ Այս է Աստուծո պատկերը, եւ Աստված մեզ փրկեց, որ իր պատկերը գրողները լանգ աշխարհը, ուր որ երտանք մարդիկ տեսնեն Աստուծո պատկերը, Աստծո նպատակը, Աստծո սիրտը, Աստծո խնամքը, Աստծո շնորհքը գրողները, Աստուծո Քրիստոսի գեցվածքը, բարեխղճությունը, գարեկցանքը, հասկացողությունը, դիրքորոշումը, ասիկա գուզե Աստված իմ մեջս դեսնել։ Ասում եմ քեզ բրգեցի, որպեսզի վերագանքնեմ Աստուծո պատկերը քո վրա։ Անմար դու շատ թանկ ես ինձ համար։
Երկրորդ Պետրոս 1:4-ի մեջ ասիկա հստակ կտեսնենք, Երկրորդ Պետրոսու 1:4-ի մեջ կսե ինչպես իր աստվածային զորությունը կյանքի եւ աստվածբաշխության վերաբերյալ բոլոր բաները տվավ անոր գիտությունով, որ մեզ փառքով ու առաքինությունով հրավիրեց, որոնցմով ամենամեծ ու պատվական խոստումները դրված են մեզի, որպեսզի ասոնցմով աստվածային փնությանը հաղորդագից լինենք աշխարհի ցանկութենեն առաջ եկած ապագանութենեն փախչելով։ Գիտեք որն էր պատճառը, որով երբ Հիսուս երկրի վրա էր, հասարակությունից անդեսված կամ արժեզրկված ցգնորսներին մոտեցավ, անոնց հրավիրեց ինձի հետևեք, եւ այս ցգնորսները հասարակության մեջ ամենացած մագարտակի վիճակ ունեցող ցգնորսները ամեն բան թողեցին եւ Հիսուսին հետևել սկսեցին։ Ինչու՞։ Թյուրին չէ բիզնեսը թողես մեկը, որ դերես նոր մի բանի բան ես լսելի մասին, գսե ինձի հետևիր, հիմա մենք թողես եւ իրան հետևես։ Քո նավը, ուրգանները, բիզնեսը, ցկնորսությունը, ընտանիքը, ծախս կա, բիզնեսը թողես ինչու համար։ Հիմա ոմանք պիտի որովհետև Հիսուսը շատ հանրաճանաչ էր, լավ մարդ էր եւ ուզեցին ադոր հետևել։ Կարող է։ It makes sense, but դա չէր պատճառը կարծում եմ ես։ Ոչ միայն նրա համար, որ Հիսուսը հանրաճանաչ էր, ամեն բան թողեցին եւ հետևեցին նրան։ Ոչ միայն նրա համար, որ Հիսուսի խոսքերում զորություն կար, այո, թեև այս երկու հատը չափազանց կարևոր էին եւ իրականություն են, բայց ես հավատում եմ, որ նրանք Հիսուսին հետևել որոշեցին, որովհետև Հիսուս Քրիստոսի հրավերի, գոչի եւ իր գեցվածքի մեջ դեսան իրենց հանդեպ արժեվորման դիրքորոշումը։ Նրանք արժեվորված զգացին այս ռապունի, այս վարդապետի հրավերով։ Հիսուս այս ցկնորսներին մոտենալով այս հասարակությունից անդեսված, այսինքն ամենահետին մարդիկ գոչվեին ցկնորսները, որև այդ զուգի հոդը իրենց վրա էր, մեկը չէր ուզում իրենց հետ աղոթակցվին, զզվելի էր։ Բայց Հիսուս այս ցկնորսներին մոտենալով ասել ուզեց, որ ես ձեր մեջ տեսնում եմ ավելին, քան ցկնորսներ։ Ես ձեր մեջ ավետարանիչներ եմ տեսնում։ Ես ձեր մեջ առաքյալներ եմ տեսնում։ Ես ձեր մեջ աշխարհը հեղաշրջող մարդիկ եմ տեսնում։ Ես ձեր մեջ այնպիսի արժեքներ, այնպիսի ներուժ, հնարավորություններ եմ տեսնում, որ նույնիսկ ոչ դուք, ոչ էլ ձեր կողքիններն են տեսնելու կարող։ Ինձ հետևեք եւ ցեզ գոհնեմ ձեր իրական ինքնությունը գտնել ու ապրել ավելի քան ցկնորսներ, ավելի քան մաքսավորներ, ավելի քան միանգամյա օգտագործվող կորձիկներ, խապված կյանքեր, ավելի քան այնինչ որ հիմա դու ունես, կամ անում ես, ավելին, այսպես է Քրիստոսը արժևորում անդեսված մարդուն։ Ով էր Պետրոսը։ Սովորական ցկնորս։ Բայց Հիսուսի նրա մեջ տեսա մի բան, որ նույնիսկ ինքը չէր տեսել։ Պետրոսին կանչեց իր անգադարելության մեջ, Պետրոսը համարձակությամբ թավանում էր նրան, քիչի հետ ուրացավ հայհոյելով եւ անիծելով, բայց Հիսուս իր սիրով նորից վերագանքնում է Պետրոսին։ Եվ իր շնորհքով
գեր բարանափոխում եւ փրկակնում է Պետրոսին եւ Պետրոս Արաքյալին վերածում է մեծակույն զորեղակույն քարոզիչը եւ առաջին դարու եկեղեցվո առաջնորդը ուրդեյցուր Պետրոսի կյանքը ապացուցում է որ Հիսուսը ոչ թե որագյալ մարդկանց է գանչում այլ գանչվածներին որակավորում է Peter's life proves that Jesus doesn't call the qualified he qualifies the called Ով էր Սողոսը Բողոս Արաքյալը լալե առաջ ողերին թշնամի էր քրիստոնեության հայհոյող հալածող վայրակ եւ քրիստոնյաները մեծնող մարդ էր Սողոսը փարիսեցի եւ այդ բոլորը գադարում են գարձելով որ Աստծո փարիք է անում Դամասկոսի ջամփում որ ամեն բան փոխվեց Երբ Քրիստոս հանդիպեց նրան եւ ասաց Բողոս ում ես հալածում Էս ինչ ես անում դժվար է քեզ խթանի թեմ գից զառնել Դու չես կարող սուր մեդաղի դեմ սուրբը մգա ես գից զառնեմ իմ ոտքս չես կարա Այդ վարգանից Սողոսի կյանքը գերբարանափոխվում է փրկակնվում է Հալածողը մեծակույն ավիդարանի չի եղավ Եկեղեցի գործանողը եկեղեցի գառուցող վերածվեց հբարտ մարդը դարձավ Քրիստոսի ամենախոնար ծառաներից մին այս է Բողոսի կյանքը այսպես է արժևորում Աստված Քրիստոս յուրաքանչյուրիս Միգուցե շատերս Սողոսի կյանքն ունեն կամ Բողոսի անցյալ կյանքի նման լինի, բայց երբ որ Հիսուսին ենք հանդիպում, նա մեզ տալիս է նոր անուն, նոր սիրտ եւ նոր առաքելություն։ Նա տալիս է մեզ հույսով, իմաստով եւ նպատակով լցված մի կյանք։ Եվ հերթը կարող է գնալ, ով էր մոլորված որդին, որ անարակ որդի են ասում շատեր, ինչ ասեն, արժանի չեմ հորս որդին գոչվելու։ Բայց հայրը ինչպես արժևորեց նրան։ Աստուծո պատկերն է։ Աստուծո գործելագերբը գարդացել է այս պատմությունը։ Եվ ավարտեմ սիրելներ։ Այս է եղել ու լինելու է Աստուծո սիրտն ու փափակը յուրաքանչյուրիս համար, որ մեզ ազատագրի մեր հին մարդուց, մեր մեղսակրավ հագումներից, մեր մարմնավոր բնությունից ու փրկակնելով մեզ իր բնությանն ու իր որդու նմանությանը գերբարանագից դարձնել, այսինքն մեկ խոսքով մեզ մեր նախնական փառքին վերադարձնել, որտեղից անգում ապրեցինք։ Աստծո խոսքը գսեր նույն պատկերի համաձայն գնորոգվինք փառք է փառք որպես թե Տերոջը հոգուց։ Այս է այն լիարժեք գոհունակություն բարգեւող խոստումը, որով շատերիս խոր փափակն ու կյանքի փնդուրդուկն է եղել։ Եվ ավասիկ Աստված հասանելի դարձուցած է բոլորիս համար քերութեն է, ազատագրում եւ անկախություն։ Փշրանքներով սնվելից Աստուծո ջոխսեղանից օգտվել, ինքնագենտրոնացումից Քրիստոսագենտրոն կյանքի, անգոհունակությունից լիարժեք կյանքի։ Այս նախատասությունով ավարտեմ։ Մեզի մնում է այս ժառանգությունը սեփականաշնորհել ու առավելակույնս շահարգելի դարձնել Աստուծո փառքի եւ մեր հոգեվոր կյանքի արդյունավետության համար։ Տեր օրհնի իր խոսքը եւ թող այս պատգամը ինձ մեր սկսյալ յուրաքանչյուրիս կյանքերը իրոք
այնպիսի գիտակցության բերի, որ ես հասկանամ, որ Աստուծո պատկերը գրողն եմ ես։ Այս է այն նպատակը, որը համար ես շնչում եմ, այն օդը, որ Աստված տալիս է։ Այս է այն նպատակը, որ դու շնչում ես։ Եթե դու գիտակցի չես, որ Աստուծո պատկերը գրողն ես, եւ այդ պետք է արդացոլես, դու ցախողված ես դերևս, բայց հույս կա։ Սա մեզ համար երկրորդը մարդկանց նայենք այս հայացքով։ Ամեն մեկը Աստուծո պատկերը գրող մարդ արարած է։ Իր փառքին համար։